Ողջունում եմ բոլորին, բարի օր։ Ինչպես եւ խոստացել ենք եւ կարծում եմ արդեն տեղյակ եք նախապես նշված էր այսօրվա մեր հանդիպման մասին, ովքեր չգիտեն, մի փոքր ներկայանամ, ես Անդրանիկ Բաբայանն եմ, մասնավորությամբ հոգեբան, եւ այսօր մենք հանդիպել ենք ուղիղ եթերի շրջանակներում, քանի որ մեր շատ սիրելի Աճ անձի եւ բիզնեսի զարգացման կենտրոնի 8-ամյակի տարեդարձն է, ինչի կապակցությամբ ես ինքս սրտան շնորհավորում եմ եւ մաղթում եմ ամենալավ բաները, քանի որ ինքս էլ շատ, այսպես ասած, միասին Աճ կենտրոնի հետ ունեցել ենք համագործակցություններ եւ կարելի է ասել, որ այսօր ինձ համար եւս տոնական է մեր այսօրվա ուղիղ եթերը, եւս մեկ անգամ շնորհավորում եմ Աճ կենտրոնի տարեդարձի կապակցությամբ, ողջունում եմ ձեզ բոլորից սիրելի ուղիղ եթերի հետևորդներ, Աճ կենտրոնի հետևորդներ եւ ուզում եմ ասել, որ այս ինչպես արդեն նշեցի խոսքիս մեջ այս տոնական միջոցառումները անվճար են, որոնք եւ առկա են եւ ուրեմն on-line, հետեւեք Աճ կենտրոնի էջին, այնտեղ կա գրառում եւ կտեսնեք թե ինչ թեմաներ կան անվճար կապված տոնական առումով եւ կարող եք ցանկության դեպքում հնարավորության դեպքում մասնակցել։ Իսկ մեր այսօրվա կոնկրետ թեման է մեր ինքնանկալումը եւ ինքնագնահատականը։ Եթե դուք ունեք հարցեր, կարող եք գրել ներքևում, ես կտեսնեմ եւ մեծ սիրով կպատասխանեմ։ Խոսելու ենք այն մասին, թե դեռևս մանկության տարիներից սկսած ինչպես է ձևավորվում մեր ընկալումները, մեր սեփական ընկալումները մեր անձի հետ կապված եւ ինչպես է մեզ ընկալում, ինչու ոչ նաեւ այլ մարդիկ եւ ինչպես է զարգանում մեր ինքնագնահատականը։ Ինչից է որ մի մարդու մոտ կարող է լինել բարձր ինքնագնահատական, մյուսի մոտ կարող է լինել ցածր ինքնագնահատական եւ երրորդի մոտ միգուցե կա adekvat ինքնագնահատական։ Եւ երբ որ մենք խոսում ենք ինքնագնահատականի մասին, այսինքն մարդու ես կոնցեպցիայի մասին, այստեղ շատ կարեւոր է հիշել, ինչպես նշում են հոգեբանները, 0-ից մինչեւ 3 տարեկանը երեխան ունի, այսպես ասած, պահանջմունքներ, ինչպես ուտելու, որ պարտադիր պետք է իր, այսպես ասած, հագուստը մաքուր լինի, թաց չլինի տակը, ինքը պետք է ժամանակին ուտի, խաղա եւ այլն։ Բայց 3 տարեկանից սկսած սա այն տարիքն է, երբ որ երեխայի մոտ գալիս է, այսպես ասած, առաջանում է եսի ճգնաժամը, երբ երեխայի բոլոր այդ պահանջմունքները կարծես թե վեր են ածվում պահանջի եւ 3 տարեկանից սկսած երեխայի մոտ կարծում եմ արդեն շատերս ենք նկատում, որ երեխան անդադ ասում է ես ուզում եմ սա, ես ուզում եմ այն եւ այլ եւ այլ եւ այլ։ Շատ դեպքերում իհարկե նկատելի է, ինչպես ծնողներն են դա շատ սիրում ասել, կամակորությունները այս տարիքում, բայց միշտ չէ որ դա կամակորություն է, կան իհարկե դեպքեր, որ իսկապես կամակորություն է եւ այս ամենի մասին մենք այսօր խոսելու ենք անպայման եւ երբ որ մենք խոսում ենք մարդու ինքնաընկալումների մասին, թե ինչպես է ինքը իրեն ընկալում, այստեղ շատ կարեւոր է խոսել այն բոլոր սոցիալական միջավայրի հնարավորինս այն բոլոր սոցիալական միջավայրերի մասին, որտեղ դրսևորվում է մարդու, ասած, ինքնագնահատականը այս կամ այն ձևով։ Մենք հոգեբաններս իհարկե գիտենք, որ մարդու ինքնագնահատականը, այսպես ասած, տատանողական բնույթ է, ճակերտների մեջ ասած տատանողական բնույթ է կրում, այսինքն մեկ սոցիալական միջավայրի մարդու ինքնագնահատականը կարող է բարձր լինել, մեկ այլ միջավայրում կարող է լրիվ ցածր ինքնագնահատական լինել։ Կախված է նրանից, թե տվյալ անձը ինչպես է ինքն իրեն ընկալում այս կամ այն սոցիալական միջավայրերում։ Եվ երբ որ մենք խոսում ենք սոցիալական միջավայրերի ազդեցության մասին անձի ինքնանկալման եւ ինքնագնահատականի վրա դեռևս մանկության տարիներից, այստեղ բնականաբար պետք է շեշտադրել ընտանիքը որպես առաջին սոցիալական օղակ։ Եվ երբ որ մենք խոսում ենք ընտանիքի դերի մասին առասարակ երեխայի ինքնանկալման եւ ինքնագնահատականի զարգացման շրջանակներում, այստեղ պետք է նշել, որ շատ մեծ դերակատարում ունի ընտանեկան դաստիարակության ոճը, որոնք ընտրում են ծնողները, այսինքն ցանկացած, այսպես ասած, դաստիարակության ոճ, որը ընտրվում է, պետք է լինի հնարավորինս համապարփակ, այսինքն դա ոչ պետք է ծայրահեղացված լինի, ոչ պետք է շատ ներքևում լինի, ոչ պետք է շատ ներքևում լինի։ Օրինակ, ես այսօր կուզենամ խոսել մի քանի, 1-2 թերևս խոսեմ դաստիարակության ոճերի մասին եւ մենք կտեսնենք դրանց
ազդեցությունը առհասարակ ինքնանկալման եւ ինքնագնահատականի վրա, օրինակ կա դասերակցության այդպիսի մի ոճ, որը կոչվում է ընտանիքի կուռք, այսինքն սա ինչ է իրենց ենթադրում, երբ որ ծնողները կարող է այսպես ասած երկար են սպասել իրենց առաջնեկին եւ երբ որ երեխան ծնվում է, օրինակ եթե տղա է հատկապես, շատ դեպքերում իրենք համարում են, որ իրենց տղան, այսպես ասած, թագավորն է իրենց եւ իրենց տղային կարելի է ամեն ինչ եւ չեն դնում որևէ սահմանափակումներ։ Եվ երբ որ երեխայի մոտ արդեն ձևավորվում է այս ընկալումը, որ ինձ կարելի է ամեն ինչ, որ ես ինչ ուզեմ նույն վարքյան ես ունենալու եմ, ինքը այս նույն ընկալմամբ ինքը կարող է գնալ տարբեր սոցիալական միջավայրեր ընտանիքից դուրս, հա, օրինակ վերցնենք մանկապարտեզը կամ դպրոցը, երբ որ երեխան գնում է մանկապարտեզ այս ընկալման, որ իրեն ամեն ինչ կարելի է եւ ոչ ոք իրեն չի արգելում, ինքը արդեն մանկապարտեզից դեռ սկսած կարող է չընթարկվել մանկապարտեզում դրված կարգուկանոնի, ինչը իր հերթին բնականաբար առաջացնում է տարբեր, այսպես ասած, երեխայի մոտ վարքագիծ եւ հետեւաբար սա բացասաբար է ազդում նմանատիպ ուռճացված դասերակցության ոճը կարող է բացասաբար ազդել երեխայի սոցիալական հարմարման վրա։ Եվ եթե մենք հիմա իհարկե խոսում ենք ընդհանրապես խոսում ենք նախադպրոցական տարիքի մասին, օրինակ մանկապարտեզի ժամանակ ինչպես կարելի ինչ վարքահոսապել, բայց առհասարակ երբ որ ընտրվում է այս դասերակցության ոճը եւ երեխային աղջկան կամ տղային համարում են թագավոր կամ թագուհի եւ ընկալում են պարտադիր մտածում են, որ բոլորը իրենց պես պետք է մտածեն, կյանքը ցույց է տալիս, որ այդպես չի լինում հիմնականում եւ տարբեր սոցիալական միջավայրերում երեխաները ունենում են իհարկե իրենց այսպես ասած խնդիրներ շփման եւ հաղորդակցման ոլորտում, հուզակամային ոլորտում, ինքնաընկալման ոլորտում եւ այստեղ կարող է նաեւ այսպես միանգամից դժել հենց մարդու երեխայի տվյալ պարագայում ինքնաընկալումը եւ ինքնագնահատական, որտեղ ինքը տեսնում է, որ տանը իր ուզածով են ամեն ինչ անում, իսկ մանկապարտեզում իր ուզածով կարծես թե շատ բան չի լինում։ Կամ մեկ այլ դասերակցության ոճի մասին կուզեմ խոսել, որը իր հերթին փորձենք քննարկել, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ երեխայի վրա։ Ես խոսեցի կուռքի մասին, բայց հիմա կուզենամ խոսել հուզական մերժման մասին, երբ որ դեռևս մանկության տարիներից սկսած ծնողները ուշադրություն չեն դարձնում կարծես թե իրենց երեխաներին, իրենց համար միևնույն է իրենց երեխաները եւ ցանկացած երեխա ինքը բնականաբար ունի ուշադրության սիրո պահանջմունք, այնուամենայնիվ եթե մենք նայենք ըստ Մասլոուի, հա, մեր հոգեբանական պահանջմունքները այն է սիրո պահանջմունքը, անվտանգության, ապահովության պահանջմունքը եւ եթե մանկության տարիներից երեխային չի տրվում այդ սեր գուրգուրանք ապահովության զգացումները, այսինքն անդադար երեխան հանդիպում է հուզական մերժվածության ծնողների կողմից, սա բացասաբար է միանշանակ ազդում երեխայի ինքնագնահատականի վրա, իսկ մասնավորապես երեխան դեռևս մանկության տարիներից դառնում է ավելի անինքնավստահ, նա կարող է մտածել, որ դե ես այնքան լավ չեմ, որ իմ ծնողները ինձ չեն սիրում, ինքը կարող է տեսնել, որ ուրիշ երեխաների ծնողները ինչպես են իրենց բալիկներին սիրում եւ սա եւս իր մոտ կարող է առաջացնել այդ մեղքի զգացումները, որ ես եմ վատը, որ ինձ չեն սիրում, հա, եւ այս խնդիրները իհարկե կարող են դեռ ոչ միայն կարող են, այլ պրակտիկան ցույց է տալի հոգեբանության, որ երևս մանկության տարիներից նմանատիպ խնդիրները գնալով մեծանում են եւ կյանքի տարբեր իրավիճակներում մարդու մոտ արդեն հասու տարիքում կարող են առաջացնել տարբեր հոգեբանական խնդիրներ։ Ահա մենք տեսնում ենք, թե դասերակցության ոճերը, ես տավանը խոսեցի երկու դասերակցության ոճի մասին, դրանց ուռճացման պարագայում ինչ հետևանք դա կարող է թողնել երեխայի ինքնագնահատականի եւ ինքնաընկալման վրա։ Եվ երբ որ մենք խոսում ենք առհասարակ ինքնագնահատականի մասին, ինքնաընկալման եւ առհասարակ ես կոնցեպցիայի մասին, այստեղ պետք է նշել, որ դեռևս մանկության տարիներից է ձևավորվում մարդու այսպես ասած սոցիալական հենց եսը, հա, այսինքն ինչպիսին եմ ես հասարակության մեջ, ինչպիսին է ինձ տեսնում հասարակությունը, ես ինձ որպես հասարակություն ինչպիսին եմ համարում, շփող եմ թե շփող չեմ եւ այլն եւ հաջորդը դա արդեն ֆիզիկական եսը եւ հոգեբանական եսը։ Ֆիզիկական ես ասելով նկատի ունենք թե ինչպիսին է մարդը իրեն համարում, արդյոք ինքն իրեն օրինակ իր մարմինը համարում է գեղեցիկ, թե համարում է որ մարմինը գեղեցիկ չէ։ Համարում է որ իր մարմինը ֆունկցիոնալ է, թե համարում է որ մարմինը ֆունկցիոնալ չէ։ Եվ արդեն ես խոսեցի հոգեբանական նաեւ եսի մասին, որը հիմնականում ձևավորվում է
ծնողների կողմից է ձևավորվում դաստիարակության ընտրված այս կամ այն ոճերից եւ այստեղ ես շատ մեծ ուշադրություն եմ ուզում դարձնել եւ ուզում եմ որ մենք այսօր քննարկենք իհարկե ես կոնցեպցիայի մասին կան տարբեր տեսություններ սկսած հոգեվերությունից, բայց ես այսօր ուզում եմ որ մենք միասին մի փոքր ծանոթանանք եւ մի փոքր քննարկենք հումանիստական տեսության ներկայացուցիչ Կարլ Ռոջերսի ներկայացրած իր տեսությունը կապված ես հայեցակարգի մասին։ Իդեպ Ռոջերսը եւս ասում է, որ մարդու եսը, այսինքն ինքնագնահատական ինքը շատ փոփոխական է եւ տարբեր սոցիալական միջավայրում ինքը կարող է տարբեր ձև արտահայտվել։ Ես ինչպես հենց սկզբից նշեցի, մի սոցիալական միջավայրում էլ ինքնագնահատական կարող է ցածր լինել, մեկ այլ միջավայրում կարող է բարձր լինել, հա։ Եվ սա կախված է տվյալ իհարկե միջավայրից։ Եվ ըստ Կարլ Ռոջերսի ես հայեցակարգի մեջ մտնում եմ հետևյալ կողմերը գոյություն ունի իրական ես, իդեալական ես, ֆանտաստիկ ես եւ ինչպես արդեն ես նշեցի իրադրային ես։ Հիմա եկեք մի փոքր քննարկենք թե ինչ ենք հասկանում իրական ես ասելով։ Իրական ես ասելով մենք հասկանում ենք այն թե մենք ինչպիսին ենք, մենք մեզ իրականում տեսնում։ Հա? Այսինքն օրինակ վերցնենք հատուկ կարիքներով որևէ դպրոցահասակ երեխայի, ով ունի զուտ ֆիզիկական խնդիրներ։ Ուրեմն իր իրական եսը, ինքը իր մարմինը կարող է համեմատել իր համադասարանցիների մարմինների հետ, օրինակ, եւ տեսնի, որ ինքը ունի ինչ-որ ֆիզիկական առանձնահատկություն։ Բնականաբար իր համար ելնելով իր պաշտպանական մեխանիզմներից այս իրականությունը կարող է հաճելի չլինել, հա, եւ կարող է ինքն իր ներսում ունենալ ձգտում դեպի իդեալական համարելով իր համադասարանցիների այն մարմինը, որը չի տարբերվում որը, այսպես ասած, տարբերվում է իր մարմնից։ Եվ ինքը կարող է ձգտել դեպի դա իր համար համարել իդեալական եւ ձգտել դեպի այդ մարմինը։ Եվ ըստ Կարլ Ռոջերսի առհասարակ հիմնականում մարդու մեջ առաջանում է ներքին կոնֆլիկտներ հենց այս իրական եւ իդեալական եսերի բախումներից, երբ որ մարդը իրականում տեսնում է թե ինքը ինչպիսին է, բայց ձգտում է որ ինքը ավելին հասնի, այսինքն իր համար ստեղծում է մի հատ իդեալական կերպար եւ փորձում է հասնել այդ իդեալական կերպարի։ Իհարկե թե ինչպես է դա ինքը հասնում կամ հասնում է թե չի հասնում, իսկ եթե հասնում է ինչի շնորհիվ է հասնում, ինչ է զոհաբերում դրա համար որ հասնում է, սա մեդալի մյուս կողմն է լարի։ Բայց շատ կարևոր է, որ մենք մի շատ կարևոր բան նկատի ունենք, որ առհասարակ բնության մեջ, մարդկության մեջ չկա այդ իդեալական ասվածը։ Իդեալականը մեծ հաշվով դա այն է, ինչի պակասը մենք զգում ենք։ Հա, մեզանից շատերը իդեալական կարող են համարել այն, ինչը որ մենք չունենք, այսպես ասած։ Եվ եթե մենք խոսում ենք սրա մասին, ես այստեղ նաև ուզում եմ խոսել մի փոքր հատուկ կարիքներով երեխաների ծնողների մասին։ Օրինակ ծնողները շատ ժամանակ ամանչում են իրենց երեխաներին դուրս հանել, հա, եթե ունեն հատուկ կարիքով երեխա, մտածելով, որ օրինակ կարող են մտածել, որ հիմա եթե դուրս գամ, ինձ կհարցնեն, բա ինչի է երեխա տեսպես, օրինակ ինչի է երեխան օգտվում անվասայլակից եւ ինչ պատասխաններ եմ ես իրենց տալու։ Եվ այս մտահոգությունները, վախերը, տագնապները մեծանալով ինքը կարող է փակվել ինքն իր ներսում, այսինքն եւ ինքը մեկուսանալ հասարակությունից եւ երեխային մեկուսացնել հասարակությունից, բայց այնուամենայնիվ իր մեջ ինքը պահպանի այն իդեալականի գաղափարը, որ ինքը ուզում է, որ իր երեխան հասնի դրան։ Այսինքն իր երեխան էլ այսպես ասած լինի այնպիսին, ինչպիսին որ մնացած երեխաները։ Եվ հավատացեք, այս իրական եւ իդեալական եսերի միջև այս բախումները իրանք շատ լավ շոկեբանական տրավմաների աղբյուր են հենց հանդիսանում եւ կարող են հանդիսանալ եւ հանդիսանում են եւ մի փոքր ես ուզում եմ նաեւ խոսեմ ֆանտաստիկ եսերի մասին, բայց դեռ կանրադառնանք իրական եւ իդեալական եսերի մասին։ Ֆանտաստիկ եսը տեսեք, ինչ որտեղ կարելի է դեռևս նախադպրոցական տարիքում, երբ որ երեխաները շատ մուլտֆիլմեր են նայում, կարող են իրենց ասել, որ ես օրինակ Բեթմենն եմ կամ Սարդ Մարտն եմ։ Սա իրենց ֆանտաստիկ եսն է, որը, ասենք, իրենք ներշնչվել են մուլտֆիլմերից կամ ֆիլմերից։ Այս տեսեք, երբ որ մարդը արդեն ավելի հասուն տարիքում է, ասենք 20-30 տարեկան եւ ինքը իրեն դեռ պատկերացնում է, որ ինքը Սարդ Մարտն է, իր երևակայության մեջ, այլ ֆանտաստիկ եսը Սարդ Մարտն է կամ Բեթմենն է, սա արդեն մեզ կարծում եմ պետք է հուշի, որ այս մարդու մոտ ինչ որ հոգեբանական տրավմատիկ ինչ որ բան կա, որը
իր գիտակցության համար հաճելի չի, դա հաճ է եւ մարդու մոտ առաջանում է այդ պաշտպանական մեխանիզմը եւ ինքը փակվում է իր երևակայության մեջ եւ ստեղծում է իր աշխարհը, որտեղ ինքը ունի իր ֆանտաստիկ ես։ Այսինքն ֆանտաստիկ ես ասելով մենք հասկանում ենք, որ այդ եսը իրականության հետ բոլորովին կապ չունի, որևէ աղրիչ չունի իրականության հետ։ Եվ գիտեք, նման դեպքերն շատ են հանդիպում պրակտիկայում եւ սա եւս բարձր դեպքեր են։ Եվ առհասարակ երբ որ մենք խոսում ենք ինքնագնահատականի մասին, ես մի քանի ընդհանրապես կփորձեմ հիմա հուշումներ տալ, թե ինչպես մենք կարող ենք հասկանալ մարդու ինքնագնահատականը ինչպիսին է, ցածր է, բարձր է եւ այլն։ Իրականում մարդու ինքնագնահատականը պետք է ոչ ցածր լինի, ոչ բարձր, այսինքն մարդը պետք է ոչ թե պետք է, այլ ունի հնարավորություն եւ կարող է յուրաքանչյուր մարդ փորձել ճանաչել ինքնին եւ հասկանալ իր ուժեղ եւ թույլ կողմերը։ Այսինքն եթե մարդը համարում է, որ ինքը չունի թուլություն, սա եւս չի խոսում նրա adekvatության մասին։ Չկա աշխարհում մարդիկ, ովքեր չունեն թուլություններ, եւ չկան աշխարհում մարդիկ, ովքեր անսահման ուժեղ են։ Մեզանից յուրաքանչյուրը ունի իր հնարավորություններն ու կարողությունները։ Եվ երբ որ մենք միայն շեշտը դնում ենք մեր այսպես ասած չկարողությունների վրա, այսպես ասենք, մենք այստեղ կարող ենք խնդիրներ լուրջ ունենալ մեր ներքին ինքնավստահության հետ։ Եվ այն դեպքում հատկապես, երբ որ մենք միայն ֆիքսում ենք մեր անկարողությունների վրա։ Խնդիրը նաև, երբ որ մենք միայն ֆիքսվում ենք մեր ուժեղ կողմերի վրա, բայց ուշադրություն չենք դարձնում մեր թույլ կողմերին։ Այսինքն adekvat ինքնագնահատական որպես այդպեսին, այսինքն նորմալ, ճակերտավոր ասած նորմալ ինքնագնահատականը դա այն է, երբ որ մարդը գիտակցում է իր ուժը եւ թույլ կողմերը։ Ես իհարկե որպես հոգեբան հասկանում եմ, որ շատ դեպքերում այդ adekvat ինքնագնահատականին հասնելը իսկապես շատ դժվար է, հա։ Եվ այսինքն շատ ժամանակ մարդը միայնակ չի կարող դրան հասնել։ Եվ իրական եւ իդեալական այս եսերի բախումները շատ ժամանակ այդտեղից են գալիս, որ մարդը չի կամ ֆիքսում է միայն իր ուժեղ կողմերի վրա, կամ ֆիքսում է միայն իր թույլ կողմերի վրա։ Եվ սա եւս ինքնանկալման եւ ինքնագնահատականի շրջանակներում համարվում է որպես այսպես ասած դժվարություն։ Եթե հուշումների մասին, օրինակ, ենթադրենք, եթե դուք տանից դուրս եք գալիս, նայում եք ձեզ հայելու մեջ եւ ձեր հագած հագուստի վերաբերյալ մտածում եք, օրինակ, չգիտեմ, ամոթա թե չէ որ ես հագուստը հագնեմ, կամ եթե դուրս գամ այս հագուստով ինչ կմտածեն իմ մասին, տվյալ պարագայում, այսինքն եթե դուք մտածում եք թե ինչ կմտածեն ուրիշները ձեր հագու կապի մասին կամ ձեր մասին առհասարակ, այստեղ ապա կարծում եմ, որ մենք մի փոքր գործ կարող ենք ունենալ մարդու ինքնագնահատականի ցածր շեմի հետ, որտեղ եթե մարդը ունի իր adekvat ինքնագնահատականը եւ իր հագած հագուստը համարում է, որ նորմալ է իր համար, ապա իրեն առնվազն չպետք է տարածի ուրիշների կարծիքը։ Եվ իհարկե կա այստեղ նաև ինչպես մենք ստուգենք մեր ինքնագնահատական, այսպես ասած, որքանով է adekvat, միշտ հիշեք, եթե ձեր սեփական կարծիքը համապատասխանում է հասարակության տարբեր սոցիալական խավերի, տարբեր սոցիալական միջավայրերում գտնվող մարդկանց կարծիքին, ապա այստեղ մենք կարող ենք խոսել, կարծում եմ կարող ենք խոսել դրա մասին, որ ձեր ինքնագնահատականը adekvat է։ Բայց օրինակ, եթե կարող են լինել հանդիպել մարդիկ, ովքեր ունեն շատ չափից դուրս բարձր ինքնագնահատական, այսինքն նույնիսկ գերաժողովության ինչ-որ զգացողություններով եւ իրենց առհասարակ չի հետաքրքրում, անգամ իրենց կարծիքը իրենց չի հետաքրքրում, սա եւս խնդիր է։ Այսինքն մենք պետք է հասկանանք, երբ որ անում ենք ինչ-որ մի բան, դա որքանով է մեզ համար օգտակար եւ ոչ թե որ ինչպես կնայեն ուրիշները, այլ ամեն դեպքում մեր սեփական եսը մենք ինչպես ենք տեսնում, այսինքն մենք ինչպեսին ենք մեզ համարում։ Մենք մեզ համարում ենք միայն ուժեղ, թե մեզ համարում ենք միայն թույլ։ Եթե մենք մեզ համարում ենք միայն ուժեղ, սա էլ է խնդիր, եթե մենք մեզ համարում ենք, որ մենք շատ թույլ ենք եւ չունենք ուժեղ կողմեր, սա եւս խնդիր է։ Adekvatը նա է, երբ որ մենք գիտակցում եւ հասկանում ենք, որ մենք ունենք եւ ուժեղ կողմեր եւ թույլ կողմեր։
Եթե դուք ընդհանուր առմամբ սա այն ամենն էր, ինչը որ ես ուզում էի այսօր մի փոքր քննարկեինք տոնական այս տոնի կապակցությամբ Աճանձի բիզնեսի զարգացման կենտրոնի տարեդարձի 8-ամյակի կապակցությամբ, եթե դուք ունեք հարցեր, մեծ սիրով գրեք, ես հիմա կպատասխանեմ, եթե ոչ, ես փորձեմ հնարավորինս ասած ամփոփել, հա, մեր այսօրվա ուրեմն հանդիպումը կամ ասած փորձեմ ամփոփել Ուրեմն տեսեք, հոգեբանության մեջ շատ լավ այսպեսի հասկացողություն կա, որը կոչվում է ինքնաճանաչում, ինքնաբացահայտում, խորհուրդ է տրվում առհասարակ հոգեբանների կողմից, եթե դուք ունեք այսպես ասած ներքին անինքնավստահություններ, կարելի է դիմել մեկ անգամ գոնե հոգեբանական խորհրդատվության եւ հասկանալ, թե ձեր այսպես ասած ինքնագնահատականը, հա, ինչ վիճակում է այդ պահին գտնվում Կարելի է բացի անհատական հանդիպումներից հոգեբաններին դիմելուց իհարկե կարելի է նաև մասնակցել, այսպես ասած, խմբային անձնային աճի, այսպես ասած, տրեյնինգներին, որոնք իրականացվում են խմբային ձևաչափով եւ փորձեք մասնագետի օգնությամբ, եթե ձեզ դժվար է ճանաչել ինքներդ ձեզ, ինչը շատ բնական է, որտեղ շատ դեպքերում իսկապես դա շատ մարդկանց մոտ դեպ վախ առաջացնում, գիտեք, երբ որ մարդը մնում է ինքն իր մտքերի, ինքն իր դժվարությունների հետ հոգեբանական ինքը նույնիսկ իրավունք կարող վախ առաջանա, որ ես միայնակ եմ խնդիրների հետ, բայց հոգեբան մասնագետների օգնությամբ դուք հաստատ չեք զգալ ձեզ միայնակ ձեր խնդիրներով եւ մասնագետի միջոցով փորձեք հասկանալ ձեր դժվարությունները, որոնք կապված են ձեր ինքնաընկալման եւ ինքնագնահատականի հետ Եվ ինչը շատ կարծում եմ, որ կարևոր է, ընդհանրապես շատ կարևոր է ինքնաընկալման եւ ինքնագնահատական adekvatությունը, որովհետեւ դրանից կախված է մարդու, այսպես ասած, ամբողջ կյանքի որակը, կախված է մարդու, թե մարդը իր կյանքում ինչերի կհասնի, հա? Եվ խորհուրդ եմ տալիս նաեւ ժամանակաժամանակ ինքներս մեզ այդ հարցը տանք, ով եմ ես, ինչ եմ ես ուզում Այո, կան տարբեր ուրեմն թեստեր, հատուկ թեստեր, պրոյեկտիվ մեթոդիկաներ, ասոցիատիվ քարտեր, որոնց միջոցով նաև կարելի է բացահայտել, թե մարդը ինչ ինքնագնահատական ունի եւ ինչու՞ չէ բացի բացահայտությունից, բացի նաև աշխատել մարդու ինքնաընկալման մասին Շնորհակալություն ձեզ բոլորիդ, ես էլ ուրախ եւս մեկ անգամ հերթական անգամ արդից օգտվելով լինել ուղիղ եթերում եւ եւս մեկ անգամ սրտան շնորհավորում եմ Աճանձի բիզնեսի զարգացման կենտրոնին իր 8-ամյակի տարեդարձի կապակցությամբ։ Հարցերի դեպքում կարող եք ձեր հարցերը ելի ուղղել այս մեկնաբանություններում եւ թերևս այսօրվա համար այսքանը։ Միշտ նոր հանդիպումներ։ Ստեսություն։